Մոլախոտերի դեմ որոշ այգետերերի սրսկած ուժեղ թունաքիմիկատների պատճառով երկրում սկսել են մեղվա ընտանիքներ ոչնչանալ։ Արդյոք խնդիրն իրոք փոխկապակցված է, ինչպես կարելի է նվազեցնել նմանատիպ ռիսկերը։ Այսպիսի հարցեր են հնչեցրել ԿՕՊ մեդիա դպրոցի ներկայացուցիչները ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կենսաբազմազանության գրասենյակի տնօրենի հետ հանդիպմանը։ Կավեհ Զահեդին Հայաստանում էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովի շրջանակներում։ Վնասատուների դեմ պայքարում զարգացած աշխարհը քիմիայից անցնում է կենսաբանական լուծումների, ինչպիսին միջմշակաբույսային գյուղատնտեսությունն է։ Ֆերմերին այն թույլ է տալիս քիչ ծախսով էկոլոգիապես մաքուր բերք աճեցնել, օրինակ է բերել ՖԱՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Մենք ունենք բազմաթիվ խորհուրդներ ուղեցույցներ հաջողված փորձերի մասին, որոնք հաճույքով կկիսենք ձեր հետ։ Իսկ թե ինչ է ներմուծվում կամ չի ներմուծվում երկիր, կախված է ձեր ազգային օրենսդրությունից։ Հայաստանն ինչ աջակցություն կարող է ակնկալել միջազգային կառույցից աղակալած չօգտագործվող հողերը մշակելի դարձնելու, անտառների պաշտպանության և էկոլոգիական այլ խնդիրների լուծման համար։ Լրագրողների ու ՀԿ-ների բարձրացրած այս հարցերը գլոբալ մասշտաբով լինելու են նաև աշնանը Երևանում անցկացվող ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի օրակարգում։ Ի դեպ, պարոն Զահեդին պարզվում է բավական լավ տեղեկացված է Էրեբունի արգելոցում աճող վայրի ցորենի ու առհասարակ մեր երկրի բուսական, կենդանական, բացառիկ մյուս նմուշների մասին։ Հայաստանը գենետիկական բազմազանության իրական գանձարան է, քանի որ այն տեսակները, որոնք այսօր ունենք, օրինակ գարու վայրի ազգակիցները, խաղողի և որդատունկի բազմազանությունը, կարող են բավական կարևոր դեր ունենալ ապագա պարենային անվտանգության համար, որովհետև դրանք հնարավոր է շատ ավելի լավ հարմարվեն փոփոխվող կլիմային։ Կավեհ Զահեդին հիշեցրել է ԿՕՊ-ի 30/30-ի համար նպատակով խնդիր է դրված մինչև 2030 թվականը պաշտպանել ցամաքային ու ծովային տարածքների 30%-ը, անտառների, հողերի առողջացում, ջրային պաշարների խնայողություն։ Կլիման փոխվում է, հեղեղներն այգիներ են ոչնչացնում, երաշտը կրճատում է բերքը, ջերմաստիճանի բարձրացման հետևանքով սրում բնապահպանական ու պարենի, սովի, աղքատության խնդիրները։ Ջերմաստիճանի 1 աստիճան բարձրացումն ըստ գյուղատնտեսական ուսումնասիրությունների ցորեն, բրինձ, սոյա և եգիպտացորենի բերքատվությունը կարող է նվազեցնել մոտ 6%-ով։ Որպեսզի պատկերացնենք, հենց այդ 4 մշակաբույսերն են ապահովում համաշխարհային կալորիաների 60%-ը, և յուրաքանչյուր աստիճան բարձրացման հետ մենք կորուստ ենք ունենալու։ Բնությունը չախտոտելու հերթական օրենքով բրիֆինգում հայտարարվել է, Հայաստանը խստացնում է ջրային ոլորտի վերահսկողությունը։ Արտադրություն կլինի թե ավտոլվացման կետ, հուլիսի 1-ից սկսած կեղտաջրերը պետք է նախնական մաքրման ենթարկած լցնի ընդհանուր ջրահեռացման համակարգ։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։